Բարի ամառային առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ուրախ զվարթ մշակութային եթերը։ Ոչինչ չի փոխվել առաջիկա 1 ժամվա ընթացքում ես եւ Ռեժը կփորձենք լինել ձեզ համար հետաքրքիր տեղեկություններով լի ու լավ հյուրերով լի։ Այնպես որ մնացեք մեզ հետ, այս պայն դիտենք տեսահոլովակ, արթնանանք միասին, որից հետո արդեն դիմավորենք հյուրերին։ You're the rising sun that gives them light and heat. I'm a falling star, I hear 1,000 dreams. Do you make a wish when I'm falling down? Or do you reach your hand to catch and hold me tight? Now you're leaving, baby, but I'm not ready. You trusted a daisy, are you crazy? Now you're leaving me, baby, dreams are hazy, tears are pretty, smiles are dirty. You are going straight to hell, girl, I know that road so well. More than once I have been there. Wait, darling, you are going straight to hell. You locked up our dreams in jail. Leaves of promises just fell. Now you left me, baby. Streets are empty, no birds in the alley. Days are rainy. Now you left me, baby. Well, you miss me. You trusted a daisy. Yeah, you are crazy. You are going straight to hell, girl, I know that road so well. More than once I have been there. Wait, darling, you are going straight to hell. You locked up our dreams in jail. Leaves of promises just fell. Wait, darling, you are going straight to hell. Girl, I know that road so well. More than once I have been there. Wait, darling, you are going straight to hell. You locked up our dreams in jail. Leaves of promises just fell. With one turn of a wheel, many sounds have gone. With every black dry tear, brand new stars were born. You've shown your red hot gun, now they'll always run. They'll escape from you, they'll find somebody new.
Այո, այսօր մեր օրը նվիրված է լինելու Նեմրային, քանի որ հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկանա հանրահայտ մեր բոլորի կողմից շատ սիրված Նեմրա խմբի երկար սպասված մեծ համերգը նոր ալբոմի պրեմիերայի շրջանակներում եւ համերգին կհնչեն հին ու նոր ստեղծագործություններ, կլինեն Նևան ակնկալ դուետներ, մի խոսքով այս ամենի մասին կզրուցենք մեր այսօրվա։ Եվ այդ կապակցությամբ մեր տաղավարում են Նեմրա խմբի մենակատար Վան Եղիազարյանը եւ խմբի թմկահար Մարեկ Զաբորսկին։ Ողջույն, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ հետաքրքիր անուն ունեք, Մարեկ։ Պապաս Լեան։ Ահա, արդեն զգացվեց, որ մի խառնուրդ կա ամեն դեպքում։ Ինձ մի բան է հետաքրքիր, Հայաստանում առհասարակ առաջին ռոք խումբն է, որ մարզահամերգային համալիրում մեծ համերգ է ունենալու։ Թե եղել են նման դեպքեր։ Դորյանսը հիշում եմ, որ մեծ համերգ։ Տվել է համալիրում։ Ու հաստատ եթե չեմ սխալվում MP-ռեյներ ու եղել է որ Համատեղ է երևի եղել։ Համատեղ համերգներ։ Ձեզ համար ինչ է սա, մեծ փորձություն, պատասխանատվություն, թե տոն։ Առաջին հերթին մեզ համար տոնը այս երրորդ ալբոմի շնորհանդեսն է։ Երրորդ ալբոմը ամբողջությամբ, որովհետև վերջապես մենք ինքներս մեզ համար հանգիստ sense կարողանում ենք այդ երգերը լսել ու որպես լսող վայելել, այսինքն վերջապես մենք հասանք այն կետին, որ մեր երգերը առաջին երգից մինչև վերջի երգ-ալբոմում շատ դուր են գալիս մեզ։ Այսինքն նախորդ ալբոմներից կային երգեր, որ ասում ենք, էս ստացված է, բայց սա այսքան էլ, հա, չէ։ Կարող է երգը լավն է, բայց ձայնագրության հետ սկսում ենք համաձայն չլինել, բայց վերջապես հասանք այդ մեր ուզած ալբոմին, որ ամբողջական մեր սրտով է ու պետք էր պատշաճ ներկայացնել այդ ալբոմը ու առաջարկ ստացանք մեր ընկերոջից Թովմասից, ով համերգներ էր կազմակերպում ու ասեց համալիրում անենք, ճիշտ է շատ ենք կասկածում արժի թե չարժի, որտեղ հաճախ ենք նվագում, թե բացօթյա, թե ակումբներում, բայց ռիսկի գնացինք ու արդեն այս պահին Պարզա, որ արդարացված է այդ ռիսկը։ Ես կարծում եմ, որ ժամանակը իհարկե հասունացել է, որտեղ այսօր համալիրում այնպիսի միջոցառումներ ենք երբեմն տեսնում, հա, գովազդող, որ զարմանում ենք, եւ հետաքրքիր է, Վան, այս ալբոմը բացի նրանից, որ դուք շատ սիրում եք բոլոր ստեղծագործությունները, կա ինչ-որ նոր բան, որ դեռևս ձեր երկրպագուն չի լսել, ինչ-որ մի նոր ստեղծագործություն, ինչ-որ մի նոր իմպրովիզ կամ ինչ-որ մի նոր, չգիտեմ։ Կարծում եմ կավա դու ասես ճիշտ։ Ճիշտն ասած, երևի մի 4 հատ երգ լրիվ թազային, ոչ մի անգամ չենք նվագել, այս վերջերս լավ երկար ժամանակ ծախսեցինք, լավ արանժերով կարեցինք, շատ լավ, այն երգերից է, որ բոլորի ճիշտ ասեցինք, համ ես, համ Մարիանան, համ Վասպուրը, համ Վանը, այդպես սաղս է այդ երգերի համար ուշքներս գնացել, այդպես որ ադուշե արեցինք այդ գործը ու դաժե նամյոկ չենք տվել, էլի, ասենք մի հատ փոքր այսպես տրեյլեր են, ասում ես, երևի մի 5 վայրկյանանոց, ասենք մի հատ մցրինք ինտերնետ ու Հասկացա արձագանք։ Նախապատրաստ ենք, էլի, ու հաջողությունը այս նոր երգերին ամանավանդ, որովհետև ալբոմի մեջ երգեր կան, որ կենթանի հնչողությամբ արդեն ներկայացրել ենք, բայց այս նոր երգերը, որոնք ոչ մեկ չի լսել, հնչողությունը մի փոքր տարբերվելու է, տարբեր էքսպերիմենտներ են արել, թե էլեկտրոնային մի երգի մեջ կա հնչողություն, ռոքի հետ, մեր գիտարի դիսթորշնի հետ, անգամ սազ կա մի երգի մեջ ու հայկական ելևէջները միքսված է անգլերեն տեքստի հետ, հետաքրքիր։ Ինչ լավ, այսինքն այսպես եւ նորաձև, բայց եւ մեր հայկականը պահված ռոքի խառնուրդով մի նոր բան եք ստացել, որը դեռ ոչ ոք չի լսել։ Դե մենք ինչ էլ անենք, միևնույնն է, եթե անգլերեն էլ ենք երգում, դա հայկական է, հայկական շունչը կա։ ու սրտից է գալիս։ Անշուշտ։ Ես միշտ ասում եմ, որ մարդիկ հաճախ են ասում ինչու անգլերեն, իմ համար սա հայերեն է, այսինքն լեզուն բառերը կարող անգլերեն են, բայց հայկական արտադրանքա ու լրիվ հայ կողմից ստեղծված է ամբողջովին։ Հայ մտածելակերպ է, էլի դրանց ու դրանք բոլորը հնչելու են բնականաբար համերգի ժամանակ։ այո։ Բացի այս, որ այսքան աշխատասեր եք ու մի ամբողջական ալբոմ եք ստեղծել էնել նորություններով, հա, նաև նոր տեսահոլովակ կա։ Այո։ Առաջարկում եմ այս պայն դիտենք, որից հետո քննարկենք, խոսենք, գնացինք մեր Այս պահին Նեմրա մեզ մոտ։
Շնորհավորում ենք ինչպես միշտ եւս մեկ գեղեցիկ տեսահոլովակ ունեցանք։ Մի քիչ կպատմես էլի գաղափարի մասին, դերասանների ընտրության մասին, ինչպես եւ ոնց։ Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է, ու արդեն շատ ենք աշխատել։ Զիմխորոտիկ երգն է ամենահայտնին, որը արել ենք ու իսկ տեսահոլովակի գլխավոր հերոսը Վաչեն է Երիցյան, մեր շատ Ողջունես մեր շատ սիրելի դերասանին։ Շատ սպոնտան ստացվեց, որոշեցինք, որ ալբոմը ներկայացնելուց առաջ մի հատ հայերեն երգ ներկայացնենք, որովհետև ալբոմը ամբողջովին անգլերեն լեզու լինելու ու տղաներին ասեցինք սենց գաղափար ունենք ու ստացվեց շատ հետաքրքիր։ Շատ սիրուն ու լավ գործ։ Մեր ոճով ներկայացրեցինք Չկնաղ երազը ու կարծես շատերի կողմից սիրվեց։ Անշուշտ արդեն սիրվել է, արդեն ֆիդբեքեր կան, արդեն մեկնաբանություններ կան, մարդիկ լսում են ու ձեզ սիրում են ու երկրպագում են։ Այն նշեցիք, որ մեծամասամբ անգլերեն է լինելու, միտում կար հասարակ փառատոնների մասնակցելու կամ աշխարհում հյուրախաղեր ունենալու, դրա համար է նաև ընտրվում անգլերեն լեզուն։ Թե ուղղակի այդպես է զգում։ Հիմնական երգերը գրելիս չեմ մտածում կոնկրետ անգլերեն գրեմ կամ հայերեն գրեմ, ինքնս ինքան է ստացվում։ Ենթադրում եմ, որ շատ ոգեշնչված լինելուց, այսինքն շատ եմ լսել փոքր ժամանակվանից անգլալեզու երգ ու հենց երգ ստեղծելիս արդեն ավտոմատ ստացվում է անգլերեն։ Նպատակ միշտ կա նոր մարդկանց հասցնելու մեր գաղափարները, մեր երգերը ու ընդհանուր գլոբալ նպատակ էլ կա, որ ցույց տանք, որ Հայաստանը աշխարհի մի մասն է, պահպանելով մեր ինքնությունը, նաև ներկայանանք, խոսենք իրենց լեզվով, որպեսզի ավելի հասանելի լինի եւ հասկանալի։ Որպեսզի իմանան, որ ստեղի մարդն էլ չի տարբերվում, այդ լճացումը չլինի, էլի աշխարհից տրված վիճակում չլինի, իսկ ինքնությունը պահպանելու համար էլ մեր ժողովրդական երգերն ենք մեր տարբերակով սարքում ու ֆեստիվալներին հետաքրքիր է լինում այդ միքսը, թե մեր հեղինական երգերի համար կանչում են ֆեստիվալներին, բայց արանքներում սխցնում ենք հայկական։ Մեր գործերը։ Վան 3 տեսա Լիլի Էլբակյանի էջում, որ նա նշել է, որ նույնպես ներկա է լինելու հունիսի 11-ին եւ ասում էր, ձեզ սպասում է անակնկալ երգ եւ այլն։ Համագործակցությունը իհարկե գիտենք, հեռուստատեսություններից մեկում դուք եղել եք դուետ, հա, եւ այսպես սիրվել եք դուետ տեսքով, բայց կասես համերգին էլ դուետներ լինելու են կամ չորանակնկալներ, որոնք կարող ենք բացահայտել հիմա։ Լիլիի հետ երգելու ենք Լիլիի եղբոր Էդգար Էլբակյանի երգը Բացվիր երկինքը, ներկայացրեցինք, պրեմիերա արեցինք նախագծերից մեկում շրջանակներում ու սիրվեց հանդիսատեսի կողմից, որոշեցինք, որ համերգին էլ միասին երգենք, նաև Սերժ Թանկյանի հետի դուետն է լինելու, ցավոք Սերժ վիրտուալ դուետ։ Վիրտուալ դուետ, հասկացա, բայց իր ձայնը հնչելու է համերգին։ Հա, սա էլ հրաշալի։ Դե այսօր տեխնիկան այնպես է, որ կարող եք սիրուն ստանալ ինձ թվում է շոուի առումով։ Ամեն դեպքում այսօրվա հանդիսատեսը բարդ է եւ գրավելու համար տարատեսակ բաներ են անում, հա։ Լուսային, ձայնային էֆեկտներ, շոու էֆեկտներ, լազերներ եւ այլն։ Դուք ծուր կողմով եք գնալու, թե ուղղակի հոգով եւ ձեր իրական տեսակով։ Մենք դեռ տարիներ առաջ մեր հետևում գրած էր no show enjoy the music։ Դեռ պահպանում ենք ու կարծում եմ այլ կերպ չենք էլ կարող, եթե մեզ լսում են, մեզ սիրում են, մեզ պետք է սիրեն մեր երգերի համար, շատ մեր պահվածքի համար բերում։ Դրանից ավել չենք ուզում շեղել մեր երաժշտությունից։ Նեմրան հավատարիմ է իր ոճին եւ սկզբունքներին։ Ավելացնի մոտից էս առաջինը բան եմ ուզում էլի, որ մենակ կենթանի երաժշտությունը լինի։ Կատեգորիկ պլյուս չենք երգում։ Փախնում ենք դրանից, մինուս էլ համարը չկա, այնա կյանքից մեջ ինչքան ենք մի անգամ այդ եվրոտեսիլի ադբորոչնին դեպի ֆորմատ չէ, եթերային է ուրիշ։ Հեռուստատեսային ֆորմատը դա պահանջում։ Դրանից էլ ենք փախնում, որտեղ պրինցիպ կա։ Դա ռոքենրոլ է։ Ռոքենրոլը պետք է ժիվոյ լինի կենթանի, որ այդ դրայվը, այդ ներվը մենք անենք փոխանցենք։ Մոտավոր 28 երգ ենք ներկայացնելու համար։ Շատ, կարող է դաժե 30։ Մարեկը շատ է ուզում շատ, բայց ես չեմ ուզում շատ ծանր։ Մարեկը տրամադրված է կոնկրետ։ Չէ, գիտեք ոնց է, ասենք ես բոլոր երգերը Նեմրայի սիրում եմ։ Իմ համար սաղ իրանք
որոշ չափով խիտ են։ Ու խի մի երկը գնա անցյալի մեջ, որ դա սիրվել է վախտին։ Իրա մասին է պետք է հիշացնել, իրան է պետք է տալ։ Լիքը այդպես լավ երկեր կան, որտեվ թազա երկերը ոնց որ վիճիսնյայոտ հին երկերին, բայց դա չպետք է լինի։ Հիմնականը սաղը լավն է։ Որոշել ենք փորձ համերգից առաջ փորձին Մարեկին շատ նվագացնենք, մի քիչ հոգնի, որ էլ չասի 30-րդ երկն է։ Թե համերգի ժամանակ աղա մի 63 նվագ։ Ափսոս է լավ երկեր։ Իրականում շատ շնորհակալ ենք, որ այս առավոտ շուտ եկաք մեզ մոտ։ Ես պատկերացնում եմ, որ խումբը գիշեր ցերեկ փորձերի մեջ է եւ առավոտյան 5-ը նրանց համար արդեն նոր քնելու ժամն է եւ գալ օրդբարի համար շատ դաժան ժամեր են։ Ձեր հարևանները գիտեն ձեր բոլոր երկերը անգիր։ Այնպես որ գիտեմ, որ ձեզ համար բարդ էր առավոտ շուտ գալ օրդբարի տաղավար, բայց մենք միշտ պատրաստ ենք եւ միշտ ուրախ ենք լուսաբանել նման լավ ու որակով համերգներ մեզ մոտ Հայաստան։ Մաղթում ենք իսկապես վերջնական sold out եւ նախանձում բոլոր նրանց, ովքեր հունիսի 11-ին լինելու են մարզամերգային համալիրում ու վայելելու են կենդանի նվագակցությամբ Նեմրայի սիրված կատարումները եւ հիշեք նաեւ պրեմիերաներ, որ դեռ ոչ մի տեղ չեք լսել, սա շատ կարեւոր է։ Սիրելի հեռուստադիտող, իհարկե մեզ մոտ ամենասիրված ու ամենա խմբերից մեկն էր, ում ես սիրում եմ, իրապես լսում եմ, հետևում եմ, Անահիտ ասեց, որ ինքը ստորիներ է նշում, բայց ես սրտիկում եմ ուղղակի եւ երաժշտությունը ինձ մոտ ամեն մեկը իր ձևով։ Ձեզ մաղթում ենք լավ համերգ, Երանի այո նրան, ով ներկա կգտնվի, այդ օրերին ես իհարկե հանրապետությունում չեմ, մեկնելու եմ, գնալու եմ այլ երկիր, բայց վստահ եմ, որ հրաշալի համերգ է։ Մենք դեռ վրեժից վրեժ կլուծենք, ես գնալու եմ տժամ Նեմրայի ինձ կուղարկի ստորիներ։ Անպայման ձեզ իսկապես հաճելի համերգ ու լիք նորություններ ու լավ տեսահոլովակներ։ Այսօրվա համար այսքանը ձեզ հետ Վրեժն ու Անահիտ էին եւս մեկ Նեմրայի հոլովակով ավարտենք այսօրվա եթերը, թող շատ լինի երաժշտ առավոտ։ Այո, այսօր Նեմրարատեժ առավոտը 21 TV եթերում գնանք եւ լավ օր բոլորիս։ Նայեցեք բարով։ I'm afraid of stars, they're gonna fall someday. I'm afraid of light, it can burn my eyes. I'm afraid of dust in our hearts. I'm afraid of time, it takes what's mine. Time is over now, but dreams are not over yet. I found a real sinner, the clock inside my head. I'm dying now again, though I died 1,000,000 times. I'm really tired of it. I can hear my heart is beating fast. I'm a total loser, though I've won the hardest fights, and now I wanna sleep, but I'm afraid I won't wake up. Time is over now, but dreams are not over yet. I found the real sinner, the clock's inside our heads. I do believe in love, though it hurts. We don't want to feel, we just forget to use our hearts. You can pray to God and ask Him to take your side. You people hate so much you can hide your face behind your mask. Time is over now, but dreams are not over yet. I found the real sinner, the clock's inside our heads. Time is over.
dreams are not over yet. I found the real sinner, the clocks inside our heads. So easy to die. It's hard to live this life. Let's kill death, my friend. Let's sing this song to stay alive. 'Cause time is over now, but dreams are not over yet. I found the real sinner, the clocks inside